Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին, նրա հետ խոսելու ենք ներքին եւ արտաքին քաղաքականությունից, ինչպես նաեւ վերջին ներքաղաքական իրադարձություններից։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար եւ խոսենք ներքին կարևոր հարցերի շուրջ եւ այն կարևոր հարցերի շուրջ, որոնք որ մտահոգում են մեր քաղաքացիներին։ Ինչ են ասում քաղաքացիները։ Մարդիկ ասում են, օրինակ վերցնենք թոշակառուներին, նպաստառուներին, ովքեր որ կտրվել են նպաստից եւ կտրվում են շատ հիմա վերջերս ահազանգում են մարդիկ, որ կտրում են նպաստներից անհիմն կերպով, տեխնիկական ինչ-որ վրիպակների, անհիմն եւ որևէ մեկին չեն կանչում, չեն բացատրում, թե ինչու են մարդկանց ընտանիքներին զրկում նպաստներից։ Բայց ինչ են ասում մարդիկ, ասում են, որ նոր տարի է, մենք առաջարկել էինք, երևի արդեն գիտեք, դրա մասին ասել եմ նաեւ այստեղ, ձեր տաղավարից, մենք առաջարկել էինք, որ թոշակառուներին թոշակ որպես հավելյալ թոշակ 13-րդ թոշակ գաղափարն էինք առաջարկել, նոր տարուց առաջ տային այդ 13-րդ թոշակը, բայց դրա փոխարեն ոչ միայն չտվեցին այդ թոշակը մարդկանց մի փոքր սիմվոլիկ աջակցման տեսքով, այլ տվեցին պարգևավճարներ պաշտոնյաներին եւ խելքին մոտիկ կլիներ, եթե տային 100 կամ 200,000 դրամ կամ 300,000 դրամ պարգևավճար, բայց 3 միլիոն դրամ պատգամավորներին եւ պաշտոնյաներին պարգևավճարներ, հա, դա ուղղակի մեզ չի տեղավորվում եւ բացատրությունը, եկեք հասկանանք ինչ բացատրություն, ասում են խնայված բյուջեում գումարները որոշեցինք այդպես բաշխել։ Բա լավ, մտքով չանցա, որ կարելի էր օրինակ տալ ավելի քիչ պարգևավճարներ պատգամավորներին, բայց սոցիալական ինչ-որ ծրագիր իրականացնել։ Լավ, բյուջեում չկար 13-րդ թոշակի հնարավորություն, մտածեիք այլընտրանքային ինչ-որ գաղափարներ, հա, միայն պաշտոնյաներին տալով պարգևավճարներ սոցիալական արդարության մեր երկրում մթնոլորտը ինչ վիճակում է հայտնվում, այսինքն ակնհայտ է եւ վրթովմունքը, որը որ կա վերջին շրջանում, այս վերջին օրերի ընթացքում ես վստահ եմ պաշտոնյաները տեսնում են, որևէ արձագանք դրա շուրջ անգամ չկա, այսինքն իշխանությունը, որ ասում էր, որ մենք ուղիղ կապի մեջ կլինենք ժողովրդի հետ, որ մենք ժողովրդավարական իշխանություն ենք եւ այլն, պետք է առաջի հերթին միանգամից արձագանքի, երբ որ տեսնում է տոտալ դժգոհություն, մտնի երկխոսության մեջ ժողովրդի հետ, բայց չկա անգամ որևէ արձագանք չկա եւ սա անթույլատրելի է։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին պահանջատեր լինել, շարունակել ակտիվ պահանջատեր կերպով բարձրաձայնել բոլոր այն անհամաձայնությունները, որոնք կան եւ չլռել։ Եվ մեծ թափով պահանջատիրության ալիքը հասցնել այն մակարդակի, որ որևէ պաշտոնյա մեր երկրում իրան իրավունք չվերապահի չարձագանքելու ժողովրդի հանրային պահանջին։ Իսկ հանրային պահանջը շատ պարզ է։ Այս գնաճը, որը տեղի է ունենում մեր երկրում, չի համապատասխանում որևէ կերպով այն եկամուտներին, որոնք ստանում են մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները։ Հայ մարդը, որը օր ու գիշեր աշխատում է, չի հասցնում անգամ գոյատևել Հայաստանի Հանրապետությունում։ Դա բերում է ցանկություն երկրից գնալու։ Դա բերում է ցանկություն լքելու երկիրը, գնալու եւ գտնելու նոր ավելի հարմարավետ կյանք։ Եվ սա իհարկե թիվ 1 սպառնալիքն է մեր երկրում։ Նրանք ովքեր ասում են, իսկ ես շատ անգամ լսում եմ, քաղաքական տարբեր շրջանակներ, հասարակական, վերլուծական, որ արտաքին քաղաքական, անվտանգային հարցերը թողած, մենք զբաղվում ենք հենց հստակ մեր կուսակցությունը, հանուն սոցիալական արդարության կուսակցությունը եւ ես որպես կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը բարձրաձայնում ենք սոցիալական խնդիրներ եւ ասում են, որ դա ինչ կարեւոր է, երբ որ կան էկզիստենցիալ գոյության հարցեր, հա, անվտանգային։ Ես էլ ասում եմ, որ սոցիալական անարդարությունը թիվ 1 խնդիրներից է ազգային անվտանգության, որովհետև երբ որ մարդը սոցիալապես չի կարողանում իրեն ապահովել, դա արդյոք անվտանգային հարց չէ, երբ որ մարզերը մարդիկ լքում են, գնում են, թեկուզ Երևան են գալիս, դա անվտանգային հարց չէ, ազգային անվտանգության հարց չէ, որ քո երկիրը համաչափ չի զարգանում։ Քո երկրից, մարզերից լքում են մարդիկ, գնում են Երևան, գնում են այլ երկրներ։ Դա ազգային անվտանգության հարց չէ։
Ֆիզիկական գոյությունը անվտանգային հարց չէ, դրա համար պետք չի ուրեմն սովորացնել, հա, ես ասում եմ սա այն հասարակական, քաղաքական շրջանակներին, որոնք որ իբր զբաղվում են աշխարհաքաղաքական հարցերով։ Ուրեմն դուք որևէ աշխարհաքաղաքական հարցերով չեք զբաղվում, զբաղվեք մարդկանց խնդիրներով։ Ուզում եմ ասեմ հետևյալը. մեր քաղաքական դաշտում պետք է լինի հստակ այն օրակարգը, որը բխում է ժողովրդի շահից։ Առօրյա հոգսերը պետք է դառնան քաղաքական դաշտում բարձրաձայնվող եւ օրակարգի մաս։ Այո, իշխանությունը խուսափում է դրանից, ամեն ինչ անում է, շեղում է ուշադրությունը, անընդհատ ինչ-որ խնդիրներ է բարձրաձայնում, որոնք աղերս չունեն ժողովրդի առօրյա խնդիրների հետ։ Ընդդիմության նպատակը եւ ընդդիմադիր իրեն համարող քաղաքական գործիչների նպատակը պետք է լինի իշխանություններին իրական Հայաստան բերելը, առերեսելու այն իրական Հայաստանի հետ, որը կա գետնի վրա։ Եվ այո, այսօր մարդկանց եկամուտները այնքան չի համապատասխանում գնաճին, որ մարդիկ չեն կարողանում ոչ թե ապրել, այլ անգամ գոյատևել։ Եվ այս ֆոնին 13 միլիոն դրամ պարգևաճար պաշտոնյաներին, падգամավորներին դա անընդունելի է, դա սեփական ժողովրդի հանդեպ անարդար է եւ պահանջատիրության ալիքը նորից եմ կրկնում, պետքա ավելի մեծ թափով հասնի այն մակարդակի, որ որևէ պաշտոնյա իրավունք չունենա չարձագանքելու եւ նման անարդար որոշումներ անգամ երբեք չընդունվեն եւ այդ որոշումները չեղարկվեն։ Կարևոր մի հարց, որ մարդիկ ահազանգում են, անձամբ ինձ գրում են զինվորականները, պայմանագրային զինվորականները։ Որոշները ստացել են նոր տարուց առաջ 100,000 դրամ պարգևաճարներ։ Դա ոչ բոլորը, հա։ Աշխարհազորը չի ստացել եւ կան բազմաթիվ հարցեր։ Այո, կա բազմաթիվ հարցեր եւ վրդովմունք մեր զինվորականների մոտ։ Եվ իրենք ահազանգում են, բարձրաձայնում են։ Ասում են՝ միթե падգամավորները, որոնք նստած են փափուկ աթոռների, բազկաթոռների վրա, ավելի ծանր աշխատանք են կատարում, քան մենք, որ օր ու գիշեր, ձմեռ ամառ, ցուրտ, մութ, անձրև, ձյուն, եղանակի ժամանակ, օրերի ժամանակ կանգնած ենք մեր պոստերին։ Եվ 100,000 դրամ պարգևաճար ստանալ 3 միլիոնի հետ համեմատած, դա ոնց է, էլի, ոնց է այդ սոցիալական արդարությունը առհասարակ մեր երկրում ոտնահարվում, այսինքն է ոտնահարվում, Ժորժ ջան։ Եվ սա կարող են փաստել մարդիկ, որոնք որ կանգնած են եւ ծառայություն են մատուցում մեր երկրին, պայմանագրային զինծառայողները, աշխարհազորը, մարդիկ վրդովված են, որովհետեւ տեսնում են, որ այն падգամավորները, որոնք որ օր ու գիշեր ազգային ժողովում չեն զբաղվում մարդկանց խնդիրներով, ժողովրդի մատից մի փուշ չեն հանել, հա, իրականում ստանում են 3 միլիոն դրամ պարգևաճար, բարձր աշխատավարձներ, ծառայական ավտոմեքենա, որոշները, հա, ունեն ոչ բոլոր падգամավորները, բայց գործուղումներ, իսկ տղեկը ուղղակի վրդովված են եւ սրա մասին բարձրաձայնել եմ եւ դրա մասին կարող ենք շատ երկար խոսել, բայց շատ ցավալի է, որ մեր երկրում նույն թոշակառուն, նույն զինվորականը, նույն ուսուցիչը, նույն բժիշկը, նույն այնի աշխատողները, հա, եւ մնացած բոլոր կարևոր գործ կատարող մարդիկ արժանապատիվ կերպով չեն գնահատվում։ Եվ սա է բերում այն վրդովմունքին եւ այն ցանկությանը, որ երկիրը մարդիկ լքեն։ Եվ այո, մենք պետք է այնպես անենք, որ նման անարդարություն երկրում չլինի։ Անարդարությունը հասել է շատ լուրջ մակարդակների եւ պաշտոնյաները պարտավոր են, նորից եմ կրկնում, նման անարդար որոշումները ոչ թե միայն չընդունել, այլ նաեւ ընդունման դեպքում չեղարկել։ Եվ ես կարծում եմ, որ պետք էր այսքան վրդովմունքից հետո, որ ժողովուրդը բարձրաձայնեց, այդ վրդովմունքը արտահայտեց, պետք էր չեղարկել այդ որոշումները կապված պարգևաճարների հետ։ 13-րդ թոշակի համար գումար չեղավ, մարդկանց թոշակները բարձրացնելու համար գումար չեղավ, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու գումար չեղավ, բայց պարգևաճարների գումար միշտ կա։ Համերգների, զվարճանքների, միջոցառումների, ամեն ինչի համար գումար կա, բացի մարդուն արժանապատիվ կերպով մեր երկրում գնահատելու։ Այո, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ոչ միայն ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը լինելով երկրի վարչապետ, ունենալով իրական պատկերը, կարողանում է տարանջատել այն քաղաքական ենթատեքստը տնտեսական իրողություններից,
Եվ բնական է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ եւ ԱՊՀ գագաթնաժողովներին, դա այն իրողության արտացոլումն է, որը մենք ունենք գետնի վրա։ Իսկ գետնի վրա ակնհայտ մենք ունենք հետեւյալը, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ստանում է, լինելով ԵԱՏՄ անդամ, ստանում է մատչելի գներով գազ, ռուսական գազ, որը որ սահմանին $165 է 1000 խորանարդի դիմաց, եւ ինքը հենց մրցակցային առումով, մրցակցությունից դուրս է ինչու, որովհետև թե որակի առումով, թե գնի առումով մենք չենք կարող ունենալ այսօր այլ ընտրանք։ Ես կարող եմ թվերով խոսել, օրինակ պարսկական եւ ադրբեջանական գազը որպես այլ ընտրանք ներկայացնողները ռուսական գազին ասում են, որ մենք կարող ենք ուրեմն փոխարինել, նկատեք, որ խոսքը փոխարինման մասին է, այլ ոչ թե հավելյալ, հա, օրինակ նույն պարսկական գազը գնելը կամ ովքեր որ ասում են ադրբեջանական, ես հիմա էմոցիաների մեջ չեմ ուզում ընկնեմ, հա, քաղաքական եւ մնացած ենթատեքստերը թողնում եմ մի կողմ։ Եկեք խոսանք տնտեսական լեզվով եւ թվերով։ Տեսեք, ինչու պարսկական եւ ադրբեջանական գազը տնտեսապես եւ մաթեմատիկայի առումով չի կարող լինել այլընտրանք ռուսական գազին, որովհետեւ ռուսական գազը, ինչպես նշեցի, $165 է 1000 խորանարդի դիմաց բանում սահմանի վրա, իսկ պարսկական գազը հաշվարկված է, որ $400-ից պակաս 1000 խորանարդի դիմաց Պարսկաստանը մեզ այդ գազը չի կարող ծախել։ Ադրբեջանական գազը 1000 խորանարդի դիմաց $250-300 է միջազգային բորսայում, այսինքն միջազգային շուկայում, այսինքն $250-ից պակաս Ադրբեջանը մեզ գազ չի կարող վաճառել։ Այսինքն բոլոր առումներով ռուսական գազը մենք գնում ենք ամենաէժան գներով միջազգային գների համեմատած, եւ այդ գազից հրաժարվելը դեմ է մեր ազգային եւ պետական շահերին, մեր պրագմատիկ շահերին դեմ է։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին, որովհետեւ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, բնականաբար ստանում է այն հնարավորությունը, որ օգտվում է նույն խաղի կանոններից, որը որ կա այդ միության շրջանակներում, հա, խոսքը գնում է սահմանային, մաքսային, նույն չափանիշների մասին, հա, եւ ստեղ նաեւ հնարավորություն է բացվում ավելի հեշտացված կարգով հասցնել ապրանքները դեպի ռուսական շուկա։ Հիշեցնեմ, որ ռուսական շուկա մենք տանում ենք մեր 85%-ը գյուղատնտեսական ապրանքների, պատրաստի ապրանքների։ Եվ տեսեք, առևտրաշրջանառության թվերը ներկայացնեմ, 24 թվականի արդյունքով Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը հասել է $14 միլիարդ։ Իսկ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ-ի միջև կազմել է 24 թվականի արդյունքով $2 միլիարդ 100 միլիոն։ Այսինքն 5 անգամ ավել մենք ունենք առևտրաշրջանառություն ԵԱՏՄ-ի հետ։ Իդեպ ԵՄ մենք տանում ենք ոչ թե պատրաստի ապրանք, այլ հիմնականում հումք։ Նրանք ովքեր ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը օրենք ընդունելով ազգային ժողովում գնում է դեպի եվրոինտեգրման, դա չի արտացոլում իրականությունը։ Հայաստանի Հանրապետությունը կգնար դեպի եվրոինտեգրման ճանապարհով, դեպի ԵՄ անդամակցելու ճանապարհով, եթե պաշտոնապես հայտ ներկայացներ։ Հայաստանի Հանրապետությունը, հիշեցնեմ, որևէ հայտ դեպի Եվրամիության անդամ դառնալու չի ներկայացրել եւ նման քաղաքական օրակարգ մեր երկրում չկա։ Այն օրենքը, որը ընդունված է ազգային ժողովում, դա չունի իրավական ուժ Եվրոպական միության համար։ Իրավական ուժ կունենար, եթե Հայաստանը նորից եմ կրկնում, պաշտոնապես դիմեր որպես ԵՄ անդամ ցանկացող դառնալու երկիր, հա, եւ կցանկանար դառնալ եւ դա կլիներ պաշտոնական հայտ։ Նման հայտ չկա։ Հիմա տեսեք, Թուրքիան 97 թվից ուզում է դառնալ ԵՄ անդամ, հիմա էլ չի ուզում, հա, որովհետև արդեն հասկացել է, որ ԵՄ անդամ դառնալ պետքա ցանկանա ոչ թե միայն Թուրքիան, այլ նաև Եվրամիությունը։ Եվրամիությունում այսօր կան ներքին խնդիրներ եւ նույն Գերմանիայի տնտեսական թվերը որ նայենք, Գերմանիայի անկումը տնտեսական թվերի, մնացած երկրների, հա, այսինքն ներկայացնել ամեն ինչ իդեալական Եվրամիությունում պետք չի։ Մենք պետքա շարժվենք հետեւյալ կերպ։ Եթե մենք իսկապես ուզում ենք դիվերսիֆիկացիա, իսկ դիվերսիֆիկացիա նշանակում է ոչ թե ոչնչացնել այն հնարավորությունները, որոնք կան, այլ ստեղծել նաև պահպանել այդ հնարավորությունները եւ ստեղծել հավելյալ հնարավորություններ, դա նշանակում է, որ մենք այո, պետք է մասնակցենք ԵԱՏՄ միջոցառումներին, այո, պետք է մասնակցենք ԱՊՀ երկրների միջոցառումներին, այո, Հայաստանը ունի մեծ շահ ԵԱՏՄ շուկայում, Հայաստանը այն երկրներից է, որոնք տարիներ շարունակ ցույց է տվել բավականին լավ
ցուցանիշներ տնտեսական աճի ԵԱՏՄ շրջանակներում եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատճառով չնայած բոլոր քաղաքական հայտարարությունների երկրում ներքին քաղաքական հարցերի եւ այլն եւ դիսկուրսի ԵՄ կամ ԵԱՏՄ շատ լավ ընկալում է եւ դա արտացոլումն է իր մասնակցությունը, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում այսօր չունի այլ ընտրանք թե լոգիստիկ խնդիրների պատճառով, որտեվ որպեսզի Հայաստանը դառնա ԵՄ անդամ, գոնե Հայաստանի շուրջ երկրները, հարևան երկրներից մեկը պետքա լինի ԵՄ անդամ։ Հիմա վերցնենք Պարսկաստանը։ Պարսկաստանը դա բնական է, ոչ ցանկություն ունի, ոչ էլ որևէ մեկը սպասում է։ Ինքը պատժամիջոցների տակ է, ԵՄ անդամ դառնալու օրակարգ չկա։ Ադրբեջանի Թուրքիայի հետ սահմանները փակ է եւ նրանք ովքեր ասում են, բա մենք կարող ենք ապագայում Թուրքիայի միջոցով կապվել ԵՄ-ի հետ, գիտեք, ապագայում շատ բան կարա տեղի ունենա։ Եվ ես խոսում եմ այսօրվա իրողություններից ելնելով։ Եվ բնական է Վրաստանը։ Վրաստանի ԵՄ անդամակցելու ճանապարհը ԵՄ-ն սառեցրել է եւ ոնց ենք մենք ուզում դառնալ ԵՄ անդամ, այսինքն Վրաստանի ԵՄ անդամակցելու ճանապարհը սառեցումը այդ ճանապարհի նաեւ խոչընդոտում է Հայաստանի ԵՄ ինտեգրմանը։ Սա պետք է ընկալել հստակ։ Կան լոգիստիկ խնդիրներ, միջև մեր ապրանքները հասնեն ԵՄ, դրանք կլինեն 2-3 անգամ ավելի թանկ եւ ոչ մրցունակ։ Նաեւ ասեմ, որ այսօր Հայաստանը կարողանում է իր ապրանքը արտահանել դեպի ռուսական շուկա, դեպի ԵԱՏՄ, եւ այնտեղ չկա կվոտավորում։ Այսինքն, եթե դու ուզում ես արտահանել կոնյակ, գյուղատնտեսական ապրանքներ եւ այլն, խնդրեմ, պատրաստի ապրանքներդ ստացի եւ արտահանի։ Եվ այդպես էլ մենք անում ենք։ Եվ դրա համար ունենք 14 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, իհարկե այս տարի անկում ունենք 6 միլիարդ դոլարը կազմելու, դա ռեէքսպորտի պատճառով է, որտեղ պատժամիջոցները, որոնք որ կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, մեր միջոցով թանկարժեք ալմազներ եւ բրիլյանտներ, ադամանտներ, ոսկին գնում էր մեր միջոցով Արաբական Էմիրություններ, Չինաստան, եւ հիմա այլ ճանապարհներ են գտնվել ռեէքսպորտի շնորհիվ մենք ունենք 14 միլիարդ դոլար, հիմա նվազեցում ունենք, բայց մեկ է, մենք 2-3 անգամ ավելի մեծ առևտրաշրջանառություն ունենք նույնիսկ այս ցուցանիշներով ավելի շատ ԵԱՏՄ-ում, քան 25 թվականի արդյունքով, քան ԵՄ-ի հետ։ Եվ տեսեք ամենակարևորը, մենք ԵՄ կարող ենք տանել ապրանքներ կվոտավորման սկզբունքի հիման վրա։ Այսինքն ինչ է նշանակում կվոտավորում։ ԵՄ-ում կա կվոտավորման սկզբունք։ Այնպես չի, որ երկիրը ինչ ուզի պետքա տանի։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ ԵՄ-ն կվոտավորում է, այսինքն ասում է օրինակ Հայաստան, քեզանից մեկ ակնկալում ենք ոչ թե կոնյակ, որ դու բերես, այլ օրինակ ինչ որ մի այլ ապրանք։ Դրա պահանջարկը կա ԵՄ շուկայում։ Պետք չի, քո օրինակ եմ ասում, քո կոնյակը պետք չի, մի բեր։ Կլինի ֆրանսիական կոնյակը նա մեզ պետք է, իսկ ԵԱՏՄ շուկայում նման կվոտավորում չկա։ Եվ հաշվի առնենք մեր տնտեսական մոդելը, Հայաստանը մեծ երկիր չի, եւ այն մեծ ծավալների մասին, որոնք որ խոսքը գնում է, նույն ԵՄ շուկայում, մենք պետքա մեր տնտեսության մոդելը ամբողջությամբ փոխենք, մենք պետքա մեր ապրանքների մակարդակը փոխենք, այսինքն իրենք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին, եւ տարիներ են պետք, որ մենք փոխենք մեր տնտեսական մոդելը, մեր ապրանքները համապատասխանեցնենք Եվրամիության չափանիշներին, եւ դրա հետ զուգահեռ իհարկե մենք պետքա դիվերսիֆիկացնենք մեր տնտեսական կապերը։ Այո, մենք նաև պետք է այնպես անենք, որ եվրոպական շուկա տանենք ապրանքներ ոչ միայն հումք, այլ նաև պատրաստի ապրանքներ, բայց ոչ թե այն շրջանակները, որ ասում են պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ի հետ եւ Ռուսաստանի հետ կապերը խզել։ Ես նորից եմ կրկնում, դա Հայաստանի պրագմատիկ շահերին դեմ է, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կբերի շատ լուրջ տնտեսական հետևանքներին եւ կբերի ուղիղ կախվածության մեջ Թուրքիայից, որովհետեւ Եմեն չի տարածաշրջանում ուղիղ ներկայացված, այլ ներկայացված է ուղիղ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ պետք է իրողությունները հաշվի առնել։ Խոսքը չի գնում, որ մենք պետք է սիրենք Ռուսաստանին եւ վերջ, հա, խոսքը գնում է, որ մենք պետք է սիրենք մեզ եւ պաշտպանենք մեր ազգային եւ պետական եւ պրագմատիկ շահերը։ Դրա մասին է Ժորժ ջան գնում խոսքը։ Եվ դա նշանակում է, որ մենք պետք է չունենանք որևէ ռիսկ, որևէ աշխարհակաղակական կենտրոնից։ Մենք պետք է բոլորի հետ գտնենք մեր պրագմատիկ շահերը, եւ դրա համար Ռուսաստանի հետ մեր կապերը պետք է պահել։ Եվ իհարկե ստեղծել նոր հնարավորություններ, նոր շուկաներ, արևելյան երկրներ, արաբական երկրներ,
ասիական երկրներ, Չինաստան, Հնդկաստան, խնդրեմ, դիվերսիֆիկացիա շատ լավ դիվերսիֆիկացիա կլինի։ Այդ շուկաները շատ մեծ են, այդ շուկաները շատ մեր համար անհրաժեշտ են։ Խնդրեմ, Եվրոպական միությունն էլ մենք կարող ենք տանել մեր ապրանքները, եթե կարող ենք մրցունակ ապրանքներ ունենալ եւ այդ ապրանքները տանել։ Բայց դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ խզեր կապերը Ռուսաստանի հետ, դա կբերի շատ մեղմ ասած ոչ բարենպաստ հետևանքների։ Եվ հետեւյալը հիմա շատ է խոսվում, հա, ադրբեջանական վառելիքն են բերել, հիմա ասում են, տեսեք, ադրբեջանական վառելիքը բերել են, կապերը տնտեսական կխորանա եւ կբերենք արդեն ադրբեջանական գազ, ռուսական գազից կպրծնենք եւ այլն եւ այլն։ Նորից եմ կրկնում, որ ադրբեջանական գազը արժի միջազգային շուկայում $250-ից $300 1000 խորանարդի դիմաց։ Մեր տնտեսությունը հաշվարկված է տնտեսագետների կողմից, որ $300 գազ գնելը կբերի նրան, որ մեր տնտեսական, ուրեմն, տնտեսության մեջ կստեղծվեն շատ ու շատ խնդիրներ, բարդություններ, դա կբերի շղթայական 2-3 անգամ գնաճի, իսկ մենք տեսնում ենք գնաճը ինչ մակարդակի է հասել, եւ 2-3 անգամ եթե լինի հավելյալ գնաճ, դա կարող է բերել տնտեսական շատ լուրջ ճգնաժամի։ Ես չեմ ուզում, որ իմ երկիրը դառնա փորձադաշտ, եւ ես ուզում եմ հետեւյալը։ Ես ուզում եմ, որ մենք շարունակենք ամրապնդել մեր կապերը տնտեսական, որոնք մենք տարիներ շարունակ ստեղծել ենք, եւ պահպանելով այդ կապերը, պահպանելով այդ հարաբերությունները, մենք կարողանանք իրական դիվերսիֆիկացիա իրականացնել, ոչ թե ոչնչացնելով հնարավորությունները, ընկնելով ինչ որ այլ մշուշոտ երազանքների մեջ։ Մենք պետք է իրականության աչքերի մեջ նայենք, մենք սխալվելու իրավունք չունենք, Ժորժ ջան, եւ մենք պետք է կարողանանք բոլորի հետ ունենալ պրագմատիկ, ըստ մեր շահերի պրագմատիկ հարաբերություններ։ Եղավ հայտարարություն, մենք տեսանք բոլորս, որ Զելենսկի-Թրամփ հանդիպումից հետո, որ այն համաձայնագիրը, որի շուրջ կամ խաղաղության պլանը, հա, որի շուրջ գնում է բանակցությունները Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Եվրոպական միություն, հա, 90%-ով գրեթե համաձայնեցված է, խոսքը գնում է մնացած 10, ուրեմն, տոկոսի մասին, եւ այդտեղ արդեն խնդիրը տարածքային հարցերի հետ է կապված, նույն Դոնբասի ճակատագրի, իհարկե բարդ գործընթաց է, ես չեմ կարծում, որ մոտ ժամանակներս մենք ունենանք ամբողջական խաղաղության ինչ-որ արդյունք, հա, այսինքն, որ մենք կտեսնենք խաղաղություն, բայց ամիսներ դեռևս կարծում եմ պետք է, որ պրոցեսը կարգավորվի եւ մենք տեսնենք ինչ-որ մի հանգրվան։ Իհարկե վերջնական խաղաղության մասին ես կարող եմ ասել շատ դժվար է խոսել, որովհետեւ իրականում կան շատ բարդ գործընթացներ, բայց եթե մենք դիտարկում ենք այն, որ օրինակ կողմերը որոշել են ատոմակայանների վրա հարձակում չլինի եւ 3 խոսքը գնաց որոշակի դադարի մասին այդ հարցի շուրջ, ապա տեսնում ենք դրական դինամիկա։ Ես վստահ եմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուզում է, որպեսզի Ուկրաինայում ավարտվի այս կոնֆլիկտը, ինչու, որովհետև ԱՄՆ նախագահն եւ իր վարչակազմը ունեն ավելի շատ հիմա մեծ գլոբալ նպատակներ, օրինակ մրցակցությունը Չինաստանի հետ, մենք շատ լավ տեսնում ենք, թե իրանց համար ինչ կարևոր է, որ Չինաստանը այսօր շատ ուժեղանում է եւ Ուկրաինայի այս կոնֆլիկտի ֆոնին Չինաստանը ավելի է ուժեղացել եւ գնալով ավելի է ուժեղանում եւ այդտեղ կա խնդիրներ, այդտեղ է տեսնում Թրամփը ավելի մեծ խնդիրներ, բայց այստեղ խոչընդոտ է նաեւ Եվրոպական միության դիրքորոշումը, որը ուզում է լինել որպես աշխարհաքաղաքական բևեռ, իսկ Թրամփը մենք տեսնում ենք, որ ուղիղ փորձում է պայմանավորվել Վլադիմիր Պուտինի հետ։ Այսինքն շատ բարդ խաղագնում, դրական ազդակներ կան, բոլոր կողմերը փորձում են մաքսիմալ կերպով շահել այս գործընթացում, բայց չեմ կարծում, որ խոսքը գնում է մոտակա ժամանակների մասին, որ մենք կտեսնենք վերջնական խաղաղություն Ուկրաինայում,
Գործընթացը բարդ է, երկարատև է, ես կարծում եմ, որ դեռևս ամիսներ շարունակ կգնան բանակցային գործընթացներ, կարող է լինել այտենց դրական, լոկալ, փոքր հաջողություններ, օրինակ, որ կողմերը երեք որոշել են, ինչպես կրկնեցի, ատոմակայանների հետ կապված հարձակումներ էլ չլինեն եւ հրադադար լինի այդ մասով, կարող է նման կամանց քայլերով լինեն դրական արդյունքներ, բայց գլոբալ առումով սպասել շատ արագ հանգուցալուծմանը այս ամեն ինչի, իհարկե դա այդքան էլ իրատեսական այս պահին չի թվում։